Բալանս։ Ինչու է կարևոր բալանսը մարդու կյանքում։ Այսօր սիրելիներս, ամեն ինչ մեր կյանքում այնքան շտապողական է ու լարված, որ մենք չենք կարողանում հասկանալ ինչու ենք տրամադրությունը գցում, ինչու ենք լարվում, ինչու գործը չենք հասցնում, եւ հետո էլ մեզ մեղադրում ենք, որ տանը սկսեցինք վեճել ունենալ հարազատների հետ, երեխաների, ամուսնու, ինչու՞ չես կեսուրի եւ ծնողների, եւ այս ամենը դառնում է արդեն խնդիր յուրաքանչյուրիս համար։ Եթե տրամադրությունդ գցել ես տանը, այն անդրադառնում է աշխատանքի վրա։ Իսկ կյանքի բոլոր ոլորտները մեկը մյուսի հետ կապված կարող են փոխվել։ Սիրելիներս, այսօր իմ հյուրն է ֆիզիոլոգ, շնչառության մասնագետ, մարզիչ, հատուկ ծրագրեր իրականացնող սպա պրոցեդուրաների վարպետ Aeroflex կենտրոնում Արմինե Մխիթարյան։ 20 տարի Արմինեն իմ ընկերուհին է, իմ համակուրսեցին եւ մենք միասին իրականացնում ենք կարելի ասել հայ ժողովրդին վերականգնող ծրագրեր, որոնք վերաբերում են ոչ միայն ֆիզիկական մարմնին, այլև մտավոր, հոգեբանական, տրամադրության փոփոխություններին։ Արմինե, ուզում եմ այսօր խոսենք ինչու են մեր նույնիսկ չեմ էլ կարող ասել հաճախորդ, մեր այցելուները, երբ որ գալիս են Aeroflex, հետո չեն ուզում գնալ, այսինքն եթե գալիս են տարիներով կարող են հաճախել մեր մարզումներին։ Ինչքան դժվար էր 20 տարի առաջ մարդկանց համոզել գալ մարզվելու, այն էլ շնչառությամբ։ Այո, դա բավական բարդ գործ է, հոգատար լինել մարմնի նկատմամբ, կարգապահ լինել մարմնի նկատմամբ։ Այո, ճիշտ է Արմինե ջան, մենք փորձում ենք հոգատար լինել բոլորին, հարազատներին, անծանոթներին, աշխատավայրում, այսօր ինչքան ընդունված է լավ սերվիս, լավ սպասարկում ցուցաբերեք, որ հաճախորդը վերադառնա։ Սա այն մասն է, որ սովորեցնում են միշտ վաճառքի դպրոցներում, մարքեթինգում եւ այլ։ Բայց երբեք հոգատարություն սեփական մարմնի հանդեպ չեն սովորեցնում։ Իսկ մենք փորձել ենք սովորեցնել հենց այդ հոգատարությունը։ Սիրել մարմինը, ամեն շնչառությունը զգալ, ամեն արտաշնչով ազատվել այն ամենավատ էմոցիաներից, որոնք օրվա մեջ մենք անընդհատ կուտակում ենք։ Արմինե ջան, նայ, մեզ մոտ շատերը սիրում են գալ քեզ հետ մարզվել, մնալ հետո քո խմբերում, դու փորձում ես ոչ միայն ֆիզիկական մարզանք տալ մարդկանց, այլ տալ ընդհանուր հոգատարություն, ինչպես ասեցիր։ Ու դրա համար մարդը չի զգում, որ ինքը եկել է ուղղակի մարզադահլիճ եւ մեր այցելուների տարիքը տատանվում է մոտավորապես 4-5 տարեկանից մինչեւ 80+։ Այո, մենք 20 տարի գոյություն ունենք ու ամեն օր անում եմ վարժություններ, դա դարձել է կենսակերպ ու խորհուրդ եմ տալիս բոլորին, նաև իմ հաճախորդներին, որոնք դարձել են ինձ հարազատ, քանի որ 15-20 տարի շարունակ մենք շաբաթը 2-3 անգամ հանդիպում ենք, մեր էներգիաներով փոխանակում ենք։ Մարդիկ կարող են 15-20 տարի այցելել, մարզվել, զգալ իրենց վրա, ես չեմ ասում ամեն օր։ Շատ հաճախ մեզ մոտ գալիս են, ասում են, հա, հիմա եկանք շնչեցինք, լավ ենք, բա ինչ ամբողջ կյանքումս պետք է շնչեմ։ Ինչ ենք պատասխանում այդ դեպքում։ Պատասխանում ենք, երբ որ ինքը լավ ազգում, արդեն 10 օր հետո շատ խնդիրներ հետ են գնում, մեջքի ցավեր, հոդացավեր, նյարդային լարվածություն, արդեն ամեն ինչին կարողանում են adekvat նայել, բոլոր դառնում են շատ ստրեսակայուն ու շատ մեր խորհուրդներին հետևում են։ Մենք կարճ 5 րոպեանոց հոգեբանական դասեր ենք անցկացնում, արագ կիրառվող, որոնք Ես հիշում եմ, որ մենք հավաքվում էինք որպես թեյախմություն կամ պարապմունքից հետո էինք նստում կամ հատուկ օր էինք տրամադրում եւ զբաղվում էինք ծիծաղաթերապիայով։ Ես այս վերջերս նույնիսկ կարդացի, որ գոյություն ունի յոգա, ուլիպկի յոգա թերապիա, для ուլիպկի ինչ-որ սմեխաթերապիա sense բառերով արդեն գիտական են դարձել։ Իսկ մենք 20 տարի առաջ դա անում էինք։ Այո, ես քեզ տեսել եմ, ես երջանիկ եմ, ուրախ եմ, իմ էներգիան տալիս եմ քեզ ու երջանկացնում եմ նաև քեզ։ Դրանք տարբեր մարդիկ էին, բժիշկներ, իրավաբաններ, տարբեր ոլորտի մասնագետներ կային, որոնք շաբաթվա այդ մի օրը այդ որոշակի ժամին իրենց գործը թողնում էին, ու մենք բոլորով հավաքվում ենք, մի ժամ այդ բնական շփումը, ունենք նաև այցելուներ, որոնք նույնիսկ անեկդոտներ էին գրում, որոնցից ուղակի բարձրաձայն լիաթոք ծիծաղում ենք, ու հավատացեք, որ այդ ամբողջ շաբաթը մեզ ոչ մի ստրես մոտիկ չէր կարող գալ։ Հոյակապ։ Հա։ Արմինե ջան, ինչ է տվել քեզ մեր մեթոդը, որպես կին, որպես անձ, որպես մասնագետ, ուզում եմ հասկանամ քո կոդ բալանսի մեջ, քո այս բալանսի անիվում, որ ոլորտում
ինչ է տվել շնչառությունը, aeroflex-ը, քո մասնագիտական զարգացումը։ Դասավանդում էի տարիներ առաջ ու ստացվեց այնպես, որ իմ մտերիմ ընկերուհին Արմինե Գրիգորյանը առաջարկեց մենք միասին այսպիսի ծրագիր սկսենք առողջացման, ֆիզիկական վարժություններով, հոգեբանական առողջությամբ զբաղվենք ու օգնենք նաև շատ մեր նման կանանց աղջիկներին, այն ժամանակ միայն կանանց։ Այո։ Ու տարիներ առաջ մեր մարզումները առաջիններից էին ու համարյա չունեինք այդ տեսակ։ Առաջինը վերապատրաստվեցի, եկա եւ որոշեցի, որ ինձ կարող են օգնել միայն ֆիզիոլոգները, որովհետեւ չէի ուզում, որ դա լիներ ուղակի մարզանք, այ շնչառության հիման վրա երբ որ սկսում էինք նիհարել, հետո կարգավորել այս կամ այն առողջական խնդիրը, դեռ այսքան տարածված չէր, որ շնչառությամբ ստրես են կարգավորում, շնչառությամբ, չգիտեմ, թոքեր, կովիդ, այդ հետո մենք ավելի զարգացրեցինք եւ նաեւ սպա պրոցեդուրաներ մցրեցինք, բայց իրականում ես թողեցի իմ այդ աշխատանքը, դասավանդման, որը բավական բայց էլի զբաղվում ես ուսուցմամբ։ Էլի զբաղվում եմ, բայց իմ հաճելի ուսուցմամբ եմ զբաղվում, ու զգում եմ իր արդյունքները ամեն րոպե, ու դարձավ այդ իմ համար աշխատանք։ Ամենօրյա աշխատանք, կենսակերպ, որի համար ես շատ շնորհակալ եմ, որ իմ կյանքում է տեղավ ու օրեցօր, ամիսամիս, 3 ամիս, 6 ամիս հետո լրիվ փոխվում է օրգանիզմի վիճակը։ Ես ուզում եմ հարց տալ։ Ընտանիքում կարողանում ես կիրառել։ Այո, անպայման։ Այդ հոգեբանական ազդեցությունը միշտ կա։ Բալիկներիս այդպես էլ մեծացրել եմ, որ պետք է ուղղակի աշխատել ու միշտ առաջ գնալ, ոչ մի բանից չվախենալ։ Իսկ ես սովորեցրել եմ այս մեթոդը շփվել մարդկանց հետ։ Ես զգում եմ, որ նույնիսկ իմ էներգիան է մարդկանց ավելի լավ զգացողություններ պարգևում, բացի այն շնչառությունից, որը իհարկե ամեն ինչի հիմքն է։ Ինքը մի հատ հրաշք է, այդ խորը ստոծանային շնչառությունը, որով ամեն հարց կարելի է լուծել։ Օրինակ ամենաբարձ խնդիրներով ինչ 1-2 դեպք հիշիր։ Հա, կյանքում դե բոլորիս ստրեսները շատ են ու ես հիմա որ հետ եմ նայում մտածում եմ որ այդ ամեն ինչին դիմակայել եմ շնորհիվ իմ վարժությունների, որ շատերի մոտ արդեն այդ բերում է տարբեր խնդիրների տարիքի հետ, մանավանդ այս անցումնային տարիքում կանանց մոտ այս բավական բարդ տարիք է, որը ես հաղթահարում եմ այսպես շատ ավելի սահուն, առանց խնդիրների։ Եվ տարիքը չի երևում ընդհանրապես դեմքին ու մարմնում։ Ասենք որ Արմինեն ամեն օր մարզում է մեր տարբեր տարիքային խմբերով, թե մեծերի եւ ասում էի առաջ կանանց, հիմա նաեւ շատ են մեզ մոտ տղամարդիկ արդեն տարիների ընթացքում եւ ասեմ որ ստրեսը տղամարդկանց մոտ ավելի շատ է հատկապես երիտասարդների, կանայք էլի կարող են նստել կիսվել ընկերներով, իսկ տղամարդիկ ավելի, որպեսզի չխմենջնստեն, իրենք պետք է զբաղվեն այսպիսի ծրագրերով։ Արմինե ջան, զարգացման ու ինքնազարգացման ոլորտը որը այսօր ես նույնպես համարում եմ շատ կարևոր, ինչպես ես դու դա իրականացնում։ Հիմա շատ հետաքրքիր է դարձել իմ մտքի հետ աշխատանքը, իմ բոլոր մտքերը, որոնք ավելի առաջնային են կամ հետո պիտի իրականանան, ես նախորոք մտածելով իրանց մասին ու դարձնելով իրական իմ մտքում, ես զարմանում եմ, ոնց ինքը այդ նույն ընթացքով իրականություն է դառնում։ Այսինքն մի բան մտածեցիր, ինքը իրականանում է։ Այո, այդ իմ ճիշտ շնչառությամբ, իմ պոզիտիվ մտածելակերպով ու ամեն ինչի մեջ գտնելով այդ պոզիտիվը, որը հաստատ ավելի շատ է, քան բացասականը։ Այսինքն պետք չի նստել ու մտածել վատ բաներ լինելու ու վատ բանը ձգել դեպի ձեզ, սա երկրի վրա ձգողականության ամենահիմնական ուժն է։ Եվ տեսեք, երբ որ դուք միտքը պահում եք հետնել զուգակցում եք շնչառական տեխնիկաներ, որը կամուրջն է գիտակցության, ենթագիտակցության, դուք ավելի արագ եք իրականացնում ձեր երազանքները։ Այցելում եք Արմինեի մոտ եւ Արմինեն ձեզ բացատրում է ինչպես հասնել նպատակներին։ Բայց ես ուզում եմ նաև Արմինե ջան լրացնենք մեր կոդ բալանսը։ 1-ից 10 բալանոց սանդղակով գնահատում ես քո կյանքի որ ոլորտին ինչքան ժամանակ ես տրամադրում, ինչքան ռեսուրս ու էներգիա։ Ասենք հարաբերությունները ընտանիքում, հարաբերությունները աշխատավայրում, հա դա հարաբերություններ բաժինն է։ Ինչպիսին է առողջության տրամադրված բաժինը, ինչպիսին է ինքնազարգացման, ճանապարհորդություններ, ես գիտեմ քո թերի կողմերը, տեսնեմ ճիշտ ես գրելու թե սխալ։ Արմեն մի քիչ դեռ վախենում է ճանապարհորդել։ Այս իր թույլ կողմերից մեկն է, որը պետքա զարգացնենք։ Եվ
մենք սկսում ենք նաև հետաքրքիր ծրագրեր, բնության գրքում ճանապարհորդները մարզումներ, առանց իմ կամքի է ստացվում, արդեն իմ բալիկները իրանք կազմակերպում են ու ես ստիպված ենթարկվում եմ դրան։ Շատ կարևոր է դա։ Այսինքն մեր երեխաները կարող են լրացնել մեր այն ոլորտները, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Եվ սիրելիներս, ուզում եմ, որ դուք եւս ձեր կոդ բալանսը լրացնեք։ Ահա այսպիսի օղակ եք գծում, նույնիսկ ինքնուրույն, 1-ից 10 բալանոց սիստեմով նշում եք առողջություն, բիզնես կարիերա, աշխատանքին ինչքան մասն եք տրամադրում, հարաբերություններին, ինչքան եք տալիս ուսուցմանը, ինչքան է երեխաներին եւ ընկերներին, այսինքն բոլոր ոլորտները ձեր տրամաբանությամբ կարող եք նշել եւ երբ որ այդ կետերը իրար հետ մոտ են լինում մոտավորապես շրջանի, ուրեմն բալանսի մեջ եք։ Եթե ինչ որ մի 80%-ը գնում է ձեր աշխատանքին, 10% ընդհանրապես առողջությանը, բնականաբար շեղված է ձեր բալանսը։ Ինչ է ստացվում Աննե ջան։ Ոչ հարթ շրջանագիծ ստացվեց։ Ոչ հարթ, 1-2 կողմը մի քիչ։ Շատ լավ։ Բայց համենայն դեպս երևում է, որ դուք մեդիտացիաներ անող, մտավոր եւ շնչառությամբ զբաղվող մասնագետ եք եւ բալանսը գիտենք ինչ է մեր կյանքում։ Ես ինքս եւս, երբ որ տեսնում եմ ինչ որ ոլորտը սկսում է կաղել, նույնպես նստում եմ ու սկսում եմ գրել։ Իմ մոտ ասեմ ձեզ, ես շատ ակտիվ եմ տարբեր ոլորտներում, բայց ժամանակ չի լինում սեփական առողջությանը տրամադրել այն ժամը, որը ինձ պետք է։ Դրա համար գոյություն ունի 10 րոպեանոց ռեստարտ շնչառության օգնությամբ, որը իրականացնում եմ գոնե, եւ շատ հաճախ կոնֆերանսների, տարբեր երկրներ այցերի ժամանակ եւս իրականացնում եմ վարժություններ։ Եվ ամենակարևորը, որ մարդիկ դա գնահատում են անմիջապես։ Այսօր խոսքը շնչառության մասին է։ Յուրաքանչյուրդ կարող եք գտնել ձեր առողջության բանալին, ձեր մեթոդը։ Իհարկե մենք կարող ենք մեր փորձով կիսվել, մեր հյուրերը կարող են առաջարկել իրենց կողմից մեթոդները, բայց ես ուզում եմ, որ դուք միշտ ներդաշնակ ապրեք ձեր կյանքում։ Ստանաք գիտելիքներ տարբեր մասնագետներից եւ դարձնեք ձեզ համար առողջության եւ ներդաշնակության բանալին։ Ներդաշնակել կյանքը կոդ բալանսի հետ։ Շնորհակալ եմ Արմինե ջան, որ նախ 20 տարուց ավելի իմ կողքին ես եւ մենք կարողանում ենք ուղղորդել մարդկանց բնական մեթոդներով առողջացման ծրագրերով։ Նաեւ շնորհակալ եմ, որ բալանսավորում ենք մեր հետևորդների, մեր ընկերողների։ Եթե այսօր տվեցինք թեկուզ մեկ կարևոր խորհուրդ, որ կարելի է շնչառության օգնությամբ բալանսավորել առողջությունը եւ միտքը, ապա սիրելիներս դա արդեն ձեզ համար թող մեկ օգտակար դաս լինի։ Եթերում կոդ բալանսներ, ձեզ հետ Արմինե Գրիգորյանն էր։ Եղեք ներդաշնակ, մեզ հետ միասին։